Գետերի ու լճերի ափերը քայքայումից պաշտպանող եղեգները Չինաստանի Հունան նահանգում զարմանահրաշ քանդակների են վերածվել։ Դոնտինգ լճում ամեն տարի կազմակերպվող եղեգնյա քանդակների փառատոնը այս տարի էլ ոչ մի այցելուի դժգոհ չի թողել։ Սա իմ առաջին այցն է այս փառատոնին։ Այս ստեղծագործությունները զարմանալի են, հիանալի։ Այստեղ արվեստի գործեր են ստեղծվում սովորական եղեգի ցողուններից։ Եղեգի ցողուններից հյուսված լաբիրինթոսներ, տնակներ, կենդանիներ, փառատոնը նաև սիրելի է փոքրիկ այցելուների համար։ Մենք սիրում ենք այստեղ գալ ընկերների հետ, վայելել այս մթնոլորտը։ Դոնթիկ լճի տեսարանը։ Մեր պարային խումբը հաճախ է միջոցառումներ կազմակերպում այստեղ։ Եվ մենք միշտ հիանալի ժամանակ ենք անցկացնում։ Չինաստանի հյուսիս-արևելքում խոնար, բայց դիմացկուն այս բույսերը աճում են ամենուր, իսկ դրանց երկրորդ կյանք են տալիս չինացի նկարիչներն ու քանդակագործները։ Զբոսաշրջիկներն ասում են, որ այդ աշխատանքները մրցակիցներ չունեն։ Ես այս գործերով զգացի կենդանի, գրեթե շոշափելի կապ եւ ներդաշնակություն բնության եւ մարդու միջեւ։ Այստեղ յուրաքանչյուր աշխատանք եզակի է։ Յուրաքանչյուր ցուցանմուշ պատմում է այն նկարչի, քանդակագործի մասին, որը հոգի ու շունչ է տվել քանդակին։ Այս տարի այցելուներին եւ զբոսաշրջիկներին ներկայացվել է քանդակների 15 ցուցանմուշ։ Ավելի քան 1 ամիս հմայող փառատոնը կարող է տևել մինչև հունվարի վերջ, կախված լճի ջրի մակարդակից։ Աննա Գյուլնազարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։